Քաղաքական իրավիճակի մասին եւ ներքաղաքականի մասին։ Աշխարհաքաղաքականի մասին։ Չափազանց հետաքրքիր process-ներ են ընթանում։ Հին աշխատակարգը փլվել է, նորը ձևավորվում է։ Եվ ամենից հետաքրքիրը այստեղ է, որ Միացյալ Նահանգները հենց իրենք են ապամոնտաժում այն աշխարհակարգը, որոնք հենց իրենք էլ ձևավորել են։ Եվ սա արձանագրված է Միացյալ Նահանգների անվտանգության նոր հայեցակարգում։ Բավական հետաքրքիր փաստաթուղթ է, ուղղակի մի քանի շեշտադրում։ Առաջինը Միացյալ Նահանգները ընդունում են, որ աշխարհը արդեն բազմաբևեռ է, ընդունում են, որ հրաժարվում են գաղափարական հեգեմոնիայից, հենց ոչ թե հեգեմոնիայից ընդհանրապես, այլ հենց գաղափարականից, հետաքրքիր արձանագրում, որ հիմնական հակառակորդը այսօր Չինաստանն է, մյուս արձանագրումը, որ Ռուսաստանի հետ պատրաստ են եւ տեսնում են հնարավորություն կառուցողական եւ պրագմատիկ հարաբերություններ կառուցել, Եվրոպայի գնահատականը եվրոպացիների համար նվաստացուցիչ էր, բայց ուղղակի հետևյալն է, որ Եվրոպան դեգրադացվում է։ Այդ բառը չի օգտագործվում, բայց ամբողջ բնութագիրը նշանակում է հենց դա։ Եվ տնտեսական, եւ արժե համակարգային, եւ այլ, եւ այլ, եւ այլ։ Եվ եւս մի շատ հետաքրքիր հանգամանք հենց մեզ համար ընդհանրապես Հարավային Կովկասը չի նշվում։ Զորո հիշատակում Հարավային Կովկասի մասին, սա նշանակում է մեկ բան, Միացյալ Նահանգները այստեղ չունեն ֆունդամենտալ շահեր, ոչ տնտեսական, ոչ էլ անվտանգային։ Հիմա սա է իրականությունը։ Սա մի կողմից։ Մյուս կողմից Միացյալ Նահանգների նախագահը ասում է ուղղակի հետևյալը, որ իրեն չի հետաքրքրում միջազգային իրավունքը, իրեն զսպում է միայն իր բարոյականությունը եւ իր պատկերացումը աշխարհի մասին։ Եվ Միացյալ Նահանգների նախագահի գլխավոր խորհրդական անվտանգության հարցերով Միլլերը ասում է ուղղակի հետևյալը. մենք գերպետություն ենք եւ գործելու ենք եւ գործում ենք իբրև գերպետություն։ Սա եւս մեջբերում է։ Եվ հաջորդը, որ քաղաքավարությունը, անգլերեն մի քիչ ուրիշ բան է, ասել nicety, քաղաքավարությունը այլևս միջազգային հարաբերություններում մնացել է անցյալում։ Հիմա ինչպես համատեղել այս երկու հանգամանքը, մի կողմից բազմաբևեռ աշխարհը, մյուս կողմից այդ միակողմանի եւ ճնշումը կիրառելով քաղաքականությունը։ Առաջի հայացքից թվում է, թե բազմաբևեռ աշխարհը նշանակում է, որ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնես հենց միջազգային օրենքների վրա, քանի որ կան հակառակորդներ, որոնք համադրելի են իրենց կարողություններով կոհել, եւ սա կարող է բերել բավական լուրջ խնդիրների։ Բայց հիմա փաստը սա է։ Ինչ կարգի հետևանքներ կարող են ստեղ ունենալ։ Առաջինը կամ պետք է լինի պատերազմ, մեծ պատերազմ, կամ երկրորդը աշխարհը պետք է բաժանեն ազդեցությունների գոտիների։ Ինչ է անում Տրամպը, կառավարվող էսկալացիայի ճանապարհով իսկապես փորձում է աշխարհը բաժանել ազդեցությունների գոտիների։ Սա ակնհայտ է։ Հիմա ինչ պետք է անի Հայաստանը։ Երևի գլխավոր հարցը փոքր երկրի համար եւ փոքր երկրների համար ընդհանրապես։ Աշխարհը շատ ավելի վտանգավոր է,
եւ իհարկե Հայաստանը պետք է անի ամեն ինչ գերպետությունների շահերի բախման կետերում չհայտնվելու համար։ Ես ուղղակի հիշեցնեմ, անցած անգամ եթե չեմ սխալվում, հետևյալ ձևակերպումն եմ տվել։ Հմուտ նավապետը փոթորիկի ժամանակ իր նավը օվկիանոս չի անում։ Չվտանգելու համար եւ նավը եւ ազնագազմը։ Հիմա սա ուղղակի վերաբերվում է Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանը ոչ մի պարագայում չպետք է հայտնվի շահերի բախման խիզակետում։ Մի երկու շատ կարճ օրինակ, թե ինչ է կատարվում երկրների հետ, երբ որ անտեսում են այս կարևոր հանգամանքը։ Առաջինը Վրաստանը Սաակաշվիլիի ժամանակ փորձեց խաղալ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հակասությունների վրա, ստացավ պատերազմ եւ տարածքային կորուստներ։ Զելենսկու Ուկրաինան փորձեց խաղալ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի շահերի բախման հենց ամենից ցավոտ կետերի վրա, ստացավ սարսափելի պատերազմ եւ տարածքային կորուստներ։ Եվ Հայաստանը Փաշինյանի ժամանակ եւս մտավ նման խաղերի մեջ, ստացավ պատերազմ, կորուստներ եւ մարդկային եւ տարածքային։ Ուրեմն սա է իրավիճակը, փորձենք լինել հմուտ եւ անել ամեն ինչ, որ Հայաստանը այս դասերից հետևություններ անի։ Այսքանը